Երեմիա 15:15 խոսքը դու գիտես ով Տեր ինձ հիշիր եւ ինձ այցելիր եւ իմ վրեժն առ ինձ հալածողներիցը ինձ մի վեր առնիր քո երկայնամտության համար իմացիր որ քո մասին նախատինք կրեցի հալածանքը կազմում է մեր առաքելության մի մասը բայց փոխարենը մենք ժառանգելու ենք երկինքը Բայց երկրի վրա, երբ մենք գործի դնենք Աստծո զորությունը, քանդենք չարի գործերը, ապա շատ բաներ կփոխվեն մեր շուրջը։ Հիմա ուզում եմ հարցնել, արդյոք դուք իսկապես ծառայում եք Աստծուն։ Եթե ոչ, ուրեմն դարձի եկեք։ Նայենք այս վկայությունը։ Դեռ փոքրուց խնդիր ունեի։ Առողջական խնդիր։ Ոտքիս հատվածում ցավեր կային։ ու մեծ դժվարությամբ էի քայլում։ Նորմալ քայլել չէի կարողանում։ Ոչ, ես դողալով էի քայլում։ Դողալով։ Այո։ Իսկ հիմա արդեն անցել է։ Հիմա նորմալ եմ քայլում։ Լրիվ նորմալ։ Այո, լրիվ նորմալ։ Դե ուրեմն քայլեք այս միջանցքով, խնդրեմ։ Առաջ ինչպես էի քայլում, ցույց տվեք։ Հիմա ուղիղ կանգնեք ու քայլեք ինչպես կարող եք։ Խնդրեմ բարեկամներս, նա գնալով լավացնում է քայլերը։ Տեսեք, թե ինչպես է Աստված 100% բժշկում մարդուն։ Աղոթենք, Հայր, ես աղոթում եմ, օրհնում այս ժողովրդին։ Եթե կա մեկը, ում մեջքը ցավում է, քանի որ գիշերվա մեջ լավ չի քնել, հրամայում եմ այդ ցավին լքել այդ մարմինը Հիսուսի անունով։ Աստված օրհնի ձեզ։